այո, այս տարի թոշակառուներն են հայտարարագրում եւ մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում եւ դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին, այսինքն տարվա ընթացքում դա կունենանք։ Մյուսը, այո, կարևոր է նախ եթե կա աշխատավարձ, ու ընդ որում աշխատավարձ ասելով շատ կարևոր է տարանջատել մենք հարկային գործակալի կողմից, թե իր կողմից օրինակ խաղիրավական պայմանագրով ստացվածն է, եթե հարկային գործակալի մասին ենք խոսում, այո, այդ հարկային գործակալը տվյալ կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում, մենք տեսնում ենք, հետեւաբար կարիք չկա մտնել հատուկ դա հաստատելու, բայց հաստատելը եւս մեկ անգամ ուզում եմ շեշտադրեմ, կարևոր է հատկապես սոցիալական կրեդիտներ հետ ստանալու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է մյուս տվյալներին, օրինակ դուք բանկային տվյալներ նշեցիք, այստեղ վարկեր ապառիկներին հասանելիության հարց չկա, ավելի շատ մենք խոսում էինք օրինակ ավանների կամ արժեթթերի, օրինակ դիմաց ստացվող եկամուտներից եւ սրա մասով նույնպես ես հիմա ասած բարեփոխման շրջանակներում նախատեսում ենք հետեւյալը, որ բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ տվյալ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում։ Այսինքն ոչ թե մենք պարզապես ինքներս բանկերից վերցնում ենք, այլ միայն համաձայնության դեպքում բանկը արդեն հստակ հաշվարկած իր եկամուտները օրինակ իր ավաններից ավտոմատ կերպով փոխանցելու է պետական եկամուտների կոմիտե եւ այդ հարթակում ավտոմատ կերպով լրացվելու է։ Ինչ վերաբերում է շեմին, նախ երկու կարևոր բարեփոխում, նախ անցած տարի ազգային ժողովում ընդունված օրենքով երկու դրույթ ամրագրվեց, որ լիազորություն է տրվում կառավարությանը այդ շեմերը եւ համապատասխան չհարկվող եկամուտների ցանկերը կառավարությունը որոշի թե որոնք են լինելու եւ հիմա ուզում եմ ասել, որ Ֆինանսների նախարարության կողմից արդեն շրջանառվում է նախագիծ, դա քննարկման փուլում է ներքին եւ շուտով արդեն դա էլ կհանրայնացվի եւ այդտեղ կտեսնեք այն մոտեցումները, որ կառավարությունը առաջարկում է որդեգրել այս չհարկվող եկամուտների եւ շեմի հետ կապված։ Այսինքն սրանք դեռ քննարկման փուլում են, որը կառավարությունը համապատասխան որոշման տեսքով հանդես կգա եւ կբացվի հասարակության առաջ։